Օրեր առաջ Չարենցավան քաղաքի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցած միջադեպը ցնցել է քաղաքացիներին։ Բնակիչները տեսախցիկի առաջ չեն ցանկանում պատմել միջադեպի մասին, բայց տեսախցիկի ետևում նշում են, որ 26-ամյա երիտասարդն ով սպանել է 57-ամյա տղամարդուն, առողջական խնդիրներ ունի։ Նա երկար ժամանակ բուժվել է հոգեբուժարաններից մեկում։ Վերջինս 57-ամյա տղամարդու ազգակիցներից էր։ Իր ազգականի հոգեհանգստի ժամանակ եկեղեցում դանակահարել է իր մյուս ազգականին, ապա հեռացել եկեղեցուց։ Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցած միջադեպը բնակիչների սրտերն ահով է լցրել։ Գիտեն ինչ է տեղի ունեցել, բայց հրաժարվում են պատմել տեսախցիկի առջև։ Չէ, մենակ լուրերով ենք լսել։ Ո՞չ ճանաչում եք սպանվածին։ Ոչ մեկին։ Մեր դիմաց շենքից է այդ սպանողը, բայց ինքը հոգեկան հիվանդ էր, ահագին հոգեբուժարանում պարկած էր, այդ մեռնողի էլ քեռու տղեն ա եղել։ Հա, դե արդեն վայթեն վաղնա թաղումը։ Ճանաչում եք դուք սպանողին կամ մահացած։ Չէ, պրոստը լսել ենք, տեսել ենք։ Մենք լսել ենք, որ երիտասարդը հոգեկան խնդիրներ ուներ։ Լսել ենք, հա, մենք էլ ենք լսել։ Ինչ հոգեկան հիվանդ է։ Խաշտեղին քաշերա սպանը հիվանդ է։ Դանակահարված 57-ամյա տղամարդը եկեղեցուց տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քաղաքի հոգևոր հովիվ Տեր Համազասպ Քահանա Հագեյանը եւս չի ցանկանում տեսախցիկի առջև խոսել սպանության մասին։ Ականատես է եղել միջադեպին, հիշում է կանանց արձակած ձայները։ Ասում է մարդիկ միջադեպից հետո գնում են եկեղեցի վախի դեմ աղոթելու համար, վախեցած են։ Միջադեպից հետո եկեղեցում ջրօրհնեք եւ ցողման սրբման կարգ է մատուցվել։ Սուրբ Փրկիչ եկեղեցին շարունակում է իր բնականon կյանքը, Տեր Համազասպը հորդորում է շարունակել այցելել եկեղեցի։ Մեկ այլ սպանություն է եղել Կոտայքի մարզի Արամուս գյուղում։ Գազարի դաշտում սպանված են գտել ամուսինների։ Սպանության համար կասկածվում է համագյուղացին, որի հետ ամուսինները կենցաղային վեճի էին բռնվել։ Որպես համագյուղացիներ առանձնապես որևէ բան չեմ կարող ասել իրենց մասին։ Դեպքի մասին իմացել եմ մեր աղսազանգով, ընկերներից մեկն է զանգել տեղեկացրել։ Իմ տեղեկություններով իրենց մեջ վեճեր անընդհատ եղել է, որպես հարևաններ չեն կարողացել իրար հետ տենց ինչ-որ հարցերի շուրջ։ Խնդիրներն եղել են հիմնականում կենցաղային հարցերի շուրջ։ Ըստ համագյուղացիների սպանության համար կասկածվողը դարձյալ ունի առողջական խնդիրներ, իսկ սպանված ամուսիններն ասում են ազնիվ մարդիկ էին, համագյուղացիներին օգնող։ Ընտիր տղա էր, իր կնիկը խելոք գարի նման աղջիկ էր, ինչ էր արել ինքը։ Անմեղ տեղ այդ էս տանկլներ։ Ինչ են խոսում, վաճառը ինչն է։ Հարևան են ասում, ինչ-որ այդ նույն օրը վիճել են իրանց առվով ցեխ աջուրա գնացել, գազարա լվանում, հիմա մեքենայից լցնում է այդ ջուրն էթում է։ Կարելի է դրա համար այդպես ողբերգություն միամիտ է տաս արտի մեջ խփես։ Մեջքից հարվածել է, սպանել, ապա եղանը մտցրել է կնոջ որովայնը 2 անգամ։ Ամուսինները 4 երեխա ունեին, 3 աղջիկ, 1 տղա։ Տղան նոր էր զորացրվել, պատրաստվում էր ամուսնանալ։ Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։